Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ։ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց Մայրաթորի բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպման մասին։ Վարչապետի էջում հրապարակված կադրերից երևում է, որ եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների հայտարարության տակ ստորագրած 9 հոգևորականներից 7-ը ներկա է գործադիրի ղեկավարի հետ հանդիպմանը։ Կառավարությունում էր եւս մեկ հոգևորական, որը չէր ստորագրել փաստաթղթի տակ։ Սրբազան հայրեր, նախ ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով։ Տեսանյութի ուսումնասիրության Ֆակտոր TV-ն արձանագրել է, որ Փաշինյանի հետ հանդիպել են Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել arczepiskopos Քարամյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավանի եպիսկոպոս Ժամ Կոչյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայրաթորի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Մասյացոտ թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Հայտարարության տակ ստորագրել են նաև Միացյալ Նահանգների հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը եւ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն arczepiskopos Ադամյանը, սակայն հանդիպմանը ներկա չեն եղել։ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանի ստորագրությունը չկար, սակայն վերջինս ներկա է եղել հանդիպանը։ Մենք շատ խոսում ենք արժեքահենք հանրություն, արժեքահենք պետություն, արժեքահենք հասարակություն ունենալու մասին։ Եվ դա մեր նպատակը եւ խնդիրն է, եւ որտեվ այնուամենայնիվ ցանկացած պետություն ինքը հենված է բացի զուտ իրավական տրամաբանությունից, այդ իրավական տրամաբանությունն էլ հենված է որոշակի արժեքային համակարգի վրա եւ չի կարող պետություն լինել առանց արժեքային համակարգի։ Արդյոք վարչապետի այս դիրքորոշումը կիսում են այն հոգևորականները, որոնք ներկա էին հանդիպմանը։ Օրինակ Նավասարդ arczepiskopos Կճոյանը հանրությանը հայտնի է ոչ միայն իր հոգևոր գործունեությամբ, այլև մի շարք սկանդալային պատմություններով, որոնք լայնորեն լուսաբանվել են հայկական լրատվամիջոցներում։ Հրապարակումների համաձայն նրա անունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ գործարար Աշոտ Սուքեսյանի անունների հետ միասին հայտնվել է Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության փաստաթղթերում։ Ինքը Կճոյանը հերքել է իր առնչությունը ձեռնարկատի իրական գործունեության հետ, հայտարարելով, որ եթե նման բանով զբաղվեր, շարունակի ծառայել եկեղեցուն։ Նա նշել է, որ երկու գործարարներ իրենց հարաբերությունները պարզելու համար ներքաշել են իրեն եւ վարչապետին առանց իրենց իմացության։ Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման համար։ Կճոյանը նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով է անցնում։ Հոգևորականներից Առաքել arczepiskopos Քարամյանի վերաբերյալ դեռևս 2019-ին են հրապարակումներ եղել այն մասին, որ վերջինս քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտիկ Քերամյանի հայրն է։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի անունը հայտնվեց քննարկումների կենտրոնում, երբ նա Հովանավանքում կարգալույծ արված քահանայի կողմից մատուցված ծեսը պատարագ անվանեց, մինչդեռ Մայրաթորը պաշտոնական հաղորդագրությամբ այն որակել էր որպես սրբապիղծ բեմականացում։ Ավելի ուշ arczepiskopos-ը հայտարարեց, որ իր խոսքերը աղճատվել են եւ ինքը կիսում է Մայրաթորի մոտեցումները։ Նա նաեւ քննադատության էր ենթարկվել Տալինում վարչապետի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի համար։ Բացի այդ, 2014-ին հայկական ժամանակը գրել էր. Վրաստանի նախագահին կից ազգային եւ կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամ Գեորգի Էլիբեգովը Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին մեղադրում է եկեղեցուն տրվող գումարները մսխելու համար։ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի մասին մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ նա խոշոր բիզնեսմեն է եւ կապ ունի հիդրոէլեկտրոկայանների հետ։ Ինքը հոգևորականը հերքել է այդ տեղեկությունները։ Հանդիպմանը ներկա գտնված մի շարք հոգևորականների անվան շուրջ առկա հասարակական ընկալումները որոշակիորեն ստվերում են այս երկխոսության նպատակներն ու անկեղծությունը։